Այսօր մինչև կեսօր են ռազմական գործողությունները շարունակվել Հալեպում, այդ մասին հայլուրին հայտնել է Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչ հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը։ Ըստ նրա հայ համայնքը միայն նյութական վնաս է կրել։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նախասրահը պատրաստել են անհրաժեշտության դեպքում քրդական բնակավայրերին մոտ ապրող հայկական ընտանիքներին տեղավորելու համար։ Գաբրիելյանի խոսքով նախատեսված բոլոր միջոցառումները հետաձգվել են, Հալեպում փակ են բոլոր դպրոցները, իսկ քրդական որոշ համայնքների բնակիչների արգելված է դուրս գալ փողոց։ Լսենք նրան։ Փառք Աստծո, որ հայ համայնքի մեջ, Հալեպի հայ համայնքի մեջ մարդկային վնասներ չկան արձանագրված, նյութական վնասներ են, որտեղ արձակված հրթիռներ են կամ հրացաններ են, գարկմուդուներ վնասված են։ Համայնքը ամիջապես անցավ արագ գործողություններու եւ հայտարարեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնասրահը, որովհետեւ եթե կան ընտանիքներ, որոնք աննաբահով գսկան, իրենց ապրած շենքերը, բնակարանները մոտ են քրդական շրջաններում գրնան թիմել եկեղեցու ներքնասրահ, առավել հերացայինի թիվեր հայտարարված են, որևէ մեկ բարակային կարելի է թիմել այդ թիվերուն։ Ընդհանրապես ինչ որ գործունեություններ ցերնակներ կան հետաձգված են ընդհանուր քաղաքի մեջ ոչ թե միայն հայ համայնքին առնչված նահանգապետարանի որոշումով դպրոցները փակ հայտարարված են բոլոր Հալեպի դպրոցները եւ գործունեությունների ցերնակներ միջոցառումներ եթե կան առայժմ հետաձգված են գացությունը նկատի ունենալով Ճիշտ է որ միան այդ քրդական երկու շրջաններում մեջ դուրս գալը արգելվեցավ սակայն ընդհանուր առմամբ ժողովուրդը զգուշ է